Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, 2023 թվականի փետրվարին, երբ ես այս ամբիոնի մոտ կանգնած կրկին առաջադրվում էի արտաքին հարաբերությունների նախագահի պաշտոնում, այդ ժամանակ քննարկումը բոլորովին այլ թեմաների շուրջ էր, Հայաստանի շուրջ ռիսկերը եւ վտանգները բոլորովին այլ բնույթի էին, եւ այս երեկվա քննարկումը արդեն կարելի ասել մեր առաջնահերթությունների տեխնիկական դետալների վերաբերյալ էր, խաղաղության գործընթացի դետալների վերաբերյալ էր, ինչը լավ նորություն է, եւ այս 3 տարիների ընթացքում մենք կարողացել ենք անել ահռելի աշխատանք, որպեսզի հասնենք մի այնպիսի հանգրվանի, երբ լավատեսությունն ավելի առարկայական է եւ գործընթացներն ավելի արագ առաջ են գնում։ Գործընկերներս իհարկե երեք անդրադարձան մի շարք հարցերի, բայց ես եւս կուզեմ մի քանի թեմաների անդրադառնալ երեկվա քննարկման շրջանակներում։ Շատ խոսվեց TRIP-ի մասին եւ ես երեք հարցու պատասխանի ընթացքում մի քանի անգամ այս միտքը ասեցի, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ TRIP-ը ենթակառուցվածքային նախագիծ է եւ TRIP-ը տարածք չէ։ Երեկվա քննարկման եւ հատկապես Հայաստան դաշինքի կողմից ընչած հարցերի կոնտեքստն այնպեսին էր, որ TRIP-ը Լաչինի միջանցքի նման մի բան է, բայց դա այդպես չէ, եւ դա վկայում են այն բոլոր փաստաթղթերը, որոնք մինչև օրս հրապարակվել են TRIP-ի վերաբերյալ եւ նաեւ համաձայնագիրը, որը խորհրդարանը կքննարկի։ TRIP-ը նաեւ սուվերեն ռազմաբազա չէ։ Երեք այստեղ երկրների անուններ հնչեցին, որտեղ Միացյալ Նահանգները ունի ռազմաբազա եւ վերջին պատերազմի ընթացքում թիրախներ են դարձել։ Ընդհանրապես TRIP-ում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի լինելու, ինչպես համաձայնագիրն է փաստում, անվտանգային ողջ գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին։ Հարգելի գործընկերներ, ինձ թվում է մենք մի քիչ շտապեցինք ողջունելու ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի հայտարարությունը TRIP-ի վերաբերյալ։ Երեկվա մեկնաբանություններից պարզ դարձավ, որ ընկալումը բոլորովին այնպեսին չէ, ինչպես ի սկզբանե ներկայացվել էր, եւ առհասարակ տպավորություն ստացվեց, որ ուժեղ Հայաստանը դեմ է ապաշրջափակմանը, որովհետեւ ասվում է, որ այն բառը չենք ասում, որովհետև ներքին գործընթացներին կխանգարի, բայց նաև կարծում ենք պիտի ճանապարհի տարբերակով էլ չլիներ։ Եթե ճանապարհները Հայաստանի չբացվեն հարևանների եւ ավելի լայն տարածաշրջանի համար, ապա շրջափակում պարզապես տեղի չի ունենա։ Նաև, եթե չեմ սխալվում, Քրիստինե Վարդանյանն էր, ասում էր ապաշրջափակում չկա կամ չի լինելու, ես ուզում եմ, եթե չգիտեք, բայց վստահ եմ գիտեք, նորություն հայտնեմ, ապաշրջափակման գործընթացը արդեն իսկ սկսվել է, ոչ բավարար ծավալով բնականաբար, եւ մասնավորապես Հայաստանը օգտվում է Ադրբեջանի երկաթուղիներից արդեն քանի ամիս է, նաեւ հանվել է Ախալքալակ Կարս երկաթուղու օգտվելու արգելքը, եւ սրանք եւս լայն ապաշրջափակման գործընթացի դետալներ են։ Երեք նաև շատ խոսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ եւ այդ հարցի արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու հարցի վերաբերյալ ես կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում չկա, որպես առաջնահերթություն եւ չպետք է լինի, եւ միտք հնչեց, որ մենք դեմ ենք, որ այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը բոլորովին, եւ մենք ողջունում ենք բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ կշարունակենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այստեղ ավելի հեռուն կգնամ, իմ կարծիքով ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության ներքին օրակարգի հարց է, թե որքանով է այդ պետությունը հավատարի միջազգային հումանիտար իրավունքին եւ սկզբունքներին եւ որքանով է իր արժեքներով նպաստում այդ գործընթացին, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման պայքարում հարցում շատ կարևոր դերակատարում ունի, մասնավորապես ՄԱԿ-ի
կառույցներում Հայաստանի արտգործնախարարությունը ամեն տարի կազմակերպում է ընդդեմ ցեղասպանության հանցագործության համաժողով եւ այս հարցում Հայաստանը միջազգային ջանքերի ակտիվ մասնակից է։ Հա, եւ նաեւ Տիկին Վարդանյանն այստեղ չէ, Տիկին Վարդանյանը լավ չէր հասկացել, թե ես եւ պարոն Եղոյանը ինչ ենք ասում, երբ ասում ենք, որ հայոց ցեղասպանության հարցը գործիքայնացվում է կամ զենքայնացվում է։ Մենք չենք ասում, որ մենք չենք ուզում, որ մենք Հայաստանի Հանրապետությունը գործիքայնացնի կամ զենքայնացնի եւ այո չպիտի անի։ Մենք ասում ենք, որ ուրիշներն են դա մեր նկատմամբ անում եւ ամենավատը այն է, որ իրենց այլ հարաբերությունները, այլ հարցեր լուծելու համար են գործիքայնացնում եւ զենքայնացնում, ինչը շատ վիրավորական է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Տիկին Սյուզաննա Ավետիսյանի ելույթին եմ ուզում անդրադառնալ։ Տիկին Ավետիսյանը այստեղ ասաց, որ ես լռության եմ մատնել գերիների եւ պահվող անձանց ազատ արձակման հարցը եւ ես իհարկե մեծ ակնկալիք չունեի, որ Տիկին Ավետիսյանը իմ ելույթը լսած կլիներ, բայց ես իմ ելույթում ուղիղ ասել եմ, որ դա լինելու է իմ խորհրդարանական գործունեության կարևոր խնդիրներից մեկը եւ ասում է ինչ արդյունքներ են տվել ձեր ջանքերը։ Արդյունքն այն է, որ Ներչին 5 տարիներին 200-ից ավելի գերիներ ազատ են արձակվել եւ մենք շարունակելու ենք աշխատանքը եւ այո լուր աշխատանքը այդ հարցը կարգավորելու ուղղությամբ եւ կրկին ես չեմ պատրաստվում այս ամբիոնից կամ միջազգային այլ ամբիոններից այդ մասին բոցաշունչ ելույթներ ունենալ օրինակ ես չգիտեմ Տիկին Ավետիսյանի երեկվա ելույթը օգնեց գերիների ազատ արձակման հարցին թե խանգարեց կամ ձեր խմբակցության տրամաբանությամբ դա քանի դրամ արժեցավ այդ հարցի կարգավորման տեսանկյունից նաեւ Տիկին Ավետիսյանից մեղադրում էր, որ ես չեմ բարձրաձայնել Ադրբեջանում այն հնչած այն միտքը կամ հարցը, թե այն հիմնադրամում, որտեղ որ ես աշխատել եմ, համարել են տերորիստական կազմակերպություն եւ ես դրա վերաբերյալ ոչինչ չեմ արել, բայց դա մեր գործելակերպը չէ, դա ձեր գործելակերպն է, երբ Ադրբեջանում հնչած ցանկացած абսուրդ միտք դուք դարձնում եք ներքին քաղաքական օրակարգի հարց, դուք ավելին դա դարձնում եք նախընտրական քարոզարշավի գլխավոր թեմա, AI-ով վիդեոներ եք սարքում, երրաֆաս հոսանքը միացնում եք ու ահապեկում եք Հայաստանի քաղաքացիներին։ Մենք դրանով չենք զբաղվելու, մենք մեր գործունեության մեջ ելնում ենք լեգիտիմությունից, ելնում ենք բանակցություններից, պայմանավորվածություններից, համաձայնեցված փաստաթղթերից եւ այդպես ենք առաջ շարժվում։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման համար, ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել նաև լավ խոսքերի համար։ Ես կրկին ուզում եմ վերահաստատել, որ իմ գործունեության մեջ առաջնորդվելու եմ Հայաստանի պետական շահերի, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով եւ բոլորիս, այդ թվում եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բոլոր ապագա անդամներին մեր աշխատանքում հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։